Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիան շարունակում է աշխատանքը, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանն է։ Բարի երեկո Զորաբյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Տիկին Զորաբյան, դուք մեր տաղավար եք գալիս Եվրամիության դեսպանատան մոտից, որտեղ բողոքի ակցիա էր ի աջակցություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի։ Այսօր Արեգնազ Մանուկյանի հարցով նաև քննարկում եղավ ազգային ժողովում, ընդդիմադիր թևը պնդում է, որ Տիկին Մանուկյանը քաղբանտարկյալ է, ով զրկված էր տեսակցություններից, միայն այսօր թույլ են տվել տեսակցել երեխային, իսկ ինչ է ասում ԿՊԱԿ-ական իշխանությունը, որ անցնում է քրեական գործով, հետևապես այստեղ քաղաքական բանտարկյալ փնտրել պետք չէ։ Ձեր դիտարկում այս երկու թեզերի միանալը։ Տեսեք, ԵՄ գրասենյակի դիմաց մի խումբ հանրային դեմքեր այսօր պահանջում էինք ԵՄ ուշադրությունը Հայաստանում քաղաքական բանտարկյալների խնդրին։ Օրակարգում Արեգնազ Մանուկյանն էր, որին երեք այսպես գրեթե այսպես ռամկայով, տարան, վանդակապատ, ճաղապատ վանդակով տարան Աբովյանի քրեակատարողական հիմնարկ, բայց օրակարգում մնացած բոլոր քաղաքական բանտարկյալներն են, որոնք ազատությունից զրկված են ընդամենը այս ռեժիմի այլախոհը լինելու համար։ Բարձրացրել էին այսօր Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկարը, Մակրոնի նկարը, երկուսն էլ Եվրոպական ժողովրդական կուսակցության լիդերներ են։ Մեկը կարող է բացատրի, ինչի համար է Արմեն Աշոտյանը պարբերաբար կամ բերդում կամ տնային կալանք, այս իր կյանքի վերջի տարիներին Արմենը կամ բերդում է կամ տնային կալանքի տակ է, առաջիկայում այդ ԵԺԿ-ն գալու է Հայաստան, որպեսզի որոշի ԿՊ-ին ընդունում է իր շարքերը, թե ոչ։ Այսօր ԵՄ գրասենյակի դիմաց մենք բոլորս հերակա դիմում էինք նաև այդ Ուրսուլային, որին նկարը թափահարում էինք ԵՄ գրասենյակի դիմաց, ասելով, որ դու տիկին, որ ներկայացնում ես մի կուսակցություն, որը մենակ Արմենի մասով 5 բանաձև է ընդունել, որը առանձին բանաձև է ընդունել Հայաստանում քաղաքական բանտարկյալների մասով, բան չունեք ասելու։ Այսօր հասկանում եք, մենք մեր պլանկան ցանկությունների արդարության իջեցրել ենք այնտեղ, որ ուրախացել ենք, որ այսօր վերջապես դատավորը թույլ է տվել, որ Արեգնազ Մանուկյանի աղջիկը, որի ծննդյան օրը լրանում է այսօր, գնա Բերդ տեսակցի իր մորը, երբ որ այդ մայրը ընդհանրապես չպիտի լիներ կալանքի տակ, այսինքն մենք այսօր դա էլ ենք համարում, ոնց որ ասած մի բան պոկել, շրից մաս պոկել, որ Արմենին Բերդից ազատել են, տարել են տնային կալանք, բայց նրա ազատությունը բացարձակ սահմանափակված է, հասկանում եք 70 տարեկան մարդուն Ծառուկյանին 8 հոգով չեն կարողանում տապալել եւ այդ ԱԾ աշխատակիցները падնոշկա են տալի, որ կարողանան տաբալել այդ падնոշկա տալը ձեր ուղեցույցների մեջ նշված է որպես մարդուն տապալելու գործիք, մենք շատ ցավով պիտի արձանագրեմ, այսօր մեր արդարության պահանջների պլանկանեն ենք իջեցրել, որովհետև գործ ունենք մի ռեժիմի հետ, որից մի փոքր բան պոկելն էլ մենք համարում ենք հաջողություն, չէ, հաջողություն չպիտի լինի, որ թույլ են տվել, որ Արեգնազի աղջիկը գնա Բերդում մի հատ էլ ստրես տանի, որ կալանավայրում տեսնելու է իր մորը եւ այդ խարանը, այդ վերքը մնա, չէ, բան չպիտի լինի, արտոնություն չպիտի լինի, որ Արմենին թույլ են տվել հիմա էլ տնային կալանք կրել եւ նա Բերդում չնան, բոլորը պիտի լինեն ազատության մեջ։ Հիմա երբ ընդդիմությունը խոսում է քաղբանտարկյալների առկայության մասին, իշխանության գլխավոր խաղաթուղթը հետևյալն է, բա Եվրոպան ինչու չի ասում, որ մեր երկրում կա քաղբանտարկյալ։ Հետևաբար այս համատեքստում որն է հույսը, որ նույն ԵԺԿ-ն, նույն Ուրսուլա
ֆոն դեր Լայնը կարձանագրեն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Այո, Արմեն Աշոտյանը, Արեգնազ Մանուկյանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքում է, Ավետիք Չալաբյանը, Արմատ մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանը, դատարանի վճիռ ունենք, որ Արմատ մեդիայի խոզարկությունը ապօրինի էր եւ խախտվել է պարոն Ալեքսանյանի իրավունքները, բայց նրանք շարունակում են մնալ բանտում։ Կպնասում է ուր է Եվրոպայի արձագանքը։ Ուր է Եվրոպայի արձագանքը, Եվրոպայի արձագանքը եվրոպական դարակներում դրված է, հավատացնում եմ ձեզ։ Իրանք շատ ավելի լավ գիտեն ինչ է կատարվում խորքային եւ որ Հայաստանում ժողովրդավարությունը մենակ թղթի վրա է գրած, երբ որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն բավարարել իրենց աշխարհաքաղաքական շահերը, իրանք պարզ ասում են, այս ռեժիմը մեր լավագույն գործիքն է Ռուսաստանի հետ, ձեր տարածաշրջանում մեր մարդաբոյը գոտկատեղից ներքև պատերազմը տանելու համար, ասում են բաց, ասում են հրապարակային միջազգային բոլոր կառույցներում։ Ես ասել եմ եւ կրկնում եմ, իմ երեսին են ասել, ուղիղ եթերում Նիկոլը Մարթուտի ասելու ենք այդ մարդուն, այդ ընդդիմադիրին Նիկոլը կերել է Հայաստանում ժողովրդավարությունը փրկելու համար, մի բան էլ այդ ուտվողին ենք կերել են, դրան ենք դատապարտելու, որովհետև այս ռեժիմը այն իդեալական գործիքն է, որով վերջապես մենք տարածաշրջանը փորձում ենք մաքրել ռուսական հետքից, որ պահին, որ իրենք տեսնեն, որ դա իրենց չի հաջողվում, հավատացնում եմ ձեզ 3 վայրկյան հետո այդ բոլոր դոսիեները, այդ բոլոր քեյսերը 7 վայրկյան հետո Աշոտյանը եւ Արեգնազը եւ մյուսները Սամվելը Կարապետյան բոլորը դառնալու են դարի քաղբանտարկյալներ, հասկանում եք, ցավոք սրտի մենք բախվում ենք մի հերթական անգամ այն իրականությանը, որ խոսքի ազատություն, մարդու իրավունք, տեսանք չէ ինչ բեսպարդոնը ներխուժեցին Արմատ մեդիա, հասկանում եք, հələ մի հատ պատկերացրեք, այդ կերպ ներխուժեին, օրինակ, չգիտեմ, ֆրանսական գրանտով սնվող որևէ լրատվամիջոց օրինակ, կամ արևմտյան գրանտով սնվող, հələ ավելի բարդ բան ասեմ, մտնեին որևէ արևմտյան ֆրանսիական լրատվամիջոց, 3 վայրկյան հետո BBC, CNN, սաղ տաբլոիդները որպես ահազանգ դա կհնչեցնեին եւ միջազգային կառույցները ռապորտը, բանաձևը, չգիտեմ, իրենց հայտարարությունները մեկը մյուսի հետևից կանեին, երբ որ դու երկիրը դարձնում ես աշխարհաքաղաքական սեղանի դեսերտ, դարձնում ես տիրամիսյու, որ ով ոնց ուզենա, որ ռակուրսով ուզենա իր գթալով, պատարակաղով կամ իր քլունգով վերցնի, արդյունքը լինում է այս, որ խախտվում է տոտալ ժողովրդավարությունը, մարդու իրավունքը։ Ես այսօր էլ պատմել եմ, հա, այդ ԵՄ-ի առաջ, երբ որ մարտի 1-ի կալանավորներից մեկին ինձ մոտիկ մարդ է, անունը չեմ ուզում տալ, ընդամենը լուծ էր ընկել, լուծ, փորը վատ էր, ինչ որ անառողջ սնունդ էր կերել, այդ օրերին ես Ստրասբուրգում էի, այստեղից իր կուսակցությունը մի հատ ռապորտ ուղարկեց, որ մարտի 1-ի կալանավորի աղեստամոքսային տրակտը խառնված է, ինձ կանչեցին իրավական հանձնաժողով, այդ ժամանակ ես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն էի եւ որպես ԵԽԽՎ պատգամավոր նիստի էի եւ դապրոս էին անում, այդ ինչ ա եղել, այդ կարող է ինչ որ կասկածելի սնունդ եք տվել, այս ինչ եք անում, հասկանում եք այսօր կալանավորը ուզում է քաղաքական կալանավորը, իսկ դա համարվում է պատժի խստացում, երբ որ դու կամովին ասում ես ինձ տարեք մենախուց, ասում են ազատ կամեր չկա, պատկերացնում եք քրեակատարողականներում ազատ խուտ չկա, նայեք ինչ է կատարվում քրեակատարողականներում, այդ ինքնավնասումները, այդ ինքնասպանությունները, այդ ծեծկրտուքը, բա այն իրանց ասած են Սերժի վախտ, սիրում են, չէ, սենց մի հատ բան լներ, ես չգիտեմ, երևի իմ վրա եւ մյուսների վրա որպես եվրոպական կառույցների պատասխանատու էլ բմբուլ չէին թողի, մեզ բմբլահան կանեին միջև վերջի խազը։ Արևմուտքը չի տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անգամներով ավելացրել է։
ես կարծում եմ տեսնում են, բայց իրենք հույս ունեն դեռևս, որ կկարողանան այս իշխանության հետ գնալ վերջնական գործարքի, որովհետև վերջի իմ հանդիպումներում, միջազգային կառույցներում ես տեսնում եմ, որ այսպես ասած, իրենք ասում են, մեր համբերությունը եւս սպառվել է, մենք տեսնում ենք, որ ռեժիմը փորձում է մեզ ֆռացնել, ինչը չի հաջողվելու։ Գիտեք, եթե օբյեկտիվ ենք դատում, այս ռեժիմը հայտնվել է աշխարհաքաղաքական կապկանի մեջ, աշխարհաքաղաքական թակարդի մեջ։ Բոլոր փորձերը Նիկոլի ԵԱՏՄ-ում սիրաշահել ԵԱՏՄ-ին ասելու ինչ, ԵՄ ով է գնում, ԵՄ ընդհանրապես տենց հարց չկա, միևնույնն է, այս անգամ կարծես թե այն Ռուսաստանը, որ մշտապես այս ռեժիմի հետույքը փրկել է, մշտապես պատերազմից հետո մի քանի անգամ ուղղակիորեն տապալել անդիմադիր հավաքները, անդիմադիր շարժումները եւ դա փաստ է, կարծես թե այս անգամ չի պատրաստվում ենթարկվել մանիպուլյացիաներ եւ հստակ ասում է չի լինելու նոյեմբերի 11-ին ԵԱՏՄ-ն քննարկելու է Հայաստանին ԵԱՏՄ-ում ձայնից զրկելու հարցը եւ մինչեւ դեկտեմբեր ժամանակատրված որոշելու ԵԱՏՄ թե ԵՄ։ Ինչքան էլ Նիկոլը ասում է չկա ԵՄ, չկա, տենց հարցեր օրակարգում չկա, միևնույնն է ասում են վերկաց եւ հրապարակային հայտարարի, որ այդ օրակարգը ձեր աշխարհաքաղաքական սեղանին չկա, անելու է, կտեսնենք, եթե չանի, այն հիմա ինչ որ անում, այն սանկցիաները, որ ինչ որ արվում է մեր գյուղատնտեսության ֆերմերների, ծաղկագործների, այն օրը ինձ կադրեր ուղարկեցին այդ լճերը, այդ ձկների ամբողջը արդեն ավազը հողը լցրել են եւ փակել են, որտեւ իրացման շուկաները չկա, այդ ծաղիկները ոնց էին ջարդում այդ ջերմոցների, ամբողջը փակում են լոլիկի ջերմոցները, այն ինչ որ հիմա արվում է, դա մեզ համար, ինչ ասեմ, շոկոլադ է թվալու այն իրական սանկցիաների հանդեպ, որ կիրառվելու է Հայաստանին տրված մինչև դեկտեմբեր վերջնաժամկետից հետո մեր միգրանտները եթե մեր հետ այդպես պետք է վարվի, բա ինչ դաշնակից, ուրեմն ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, պետք է երեստեքի նման դաշնակից։ Իրենց թեզը դա է, իդեպ այդ թեզը շատ ակտիվ գեներացվում եւ տարածվում է հանրային հեռուստաընկերությունով եւ իշխանության հետ աշխատող մեդիաներով, հա, այսպիսին է, եթե Ռուսաստանը մեր հանդեպ թշնամաբար է տրամադրված, սանկցիա է կիրառում, ուրեմն օր առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի նման դաշնակցից։ Թող հրաժարվի, թող օր առաջ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի նման դաշնակցից եւ այդ սանկցիաների ողջ պատասխանատվությունը, որը տրանսֆորմացվելու է դաժանագույն սոցիալական բունտերով, պատկերացնում եք սոված հասարակություն, պատկերացնում եք, ես արդեն միգրանտներ են զանգահարում ինձ, մարդիկ իրենց իրերը կապել են եւ վերադառնում են, որտեղ միգրանտների համար այլևս չեն ստեղծում արտոնյալ պայմաններ, իսկ այն պայմանները, որ հիմա առաջարկում են մեր միգրանտներին, դրանք մեղմ ասած հարմար չէ, դուք պատկերացնում եք 500,000-ից ավել միգրանտ վերադառնա այստեղ եւ հրապարակներում սոցիալական բունտ գեներացնի, պատկերացնում եք այդ տրանսֆերները, որ Ռուսաստանից գալիս են, այդ հսկայական գումարները, որ այստեղ 100,000-ավոր ընտանիքներ այդ գումարներով են ապրում, այդ գումարներով ապրում են, գնում են միատել Նիկոլ են ընտրում, այդ մարդիկ ինչ են անելու, երբ որ այդ գումարը, որ իրանք sense տանը նստած սոցիալական հարթակներում հայհոյանք են գրում Նիկոլի օպոնենտներին, դրանք էլ են դառնալու անտի-Նիկոլ։ Նիկոլը շատ լավ կանխատեսում է, ինչ սոցիալական բունտ կարող է լինել, եթե Ռուսաստանը վերջնական որոշում կայացնի եւ սանկցիաների ամբողջ փաթեթը բացի Հայաստանի դեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Եվրամիության անդամակցության այդ օրենքից մեկ տողանոց, ինչ է ստանում այն կողմից։ Ուրեմն արդեն ամիջապես 3 րոպե հետո Հայաստանը հրճակվում է տարածաշրջանի տոտալիտար ամենաբռնապետական երկիրը, նույնիսկ բանաձևեր եմ կանխատեսում, որ նույնիսկ Ադրբեջանը տոտալիտար, որը իրականում սուլթանատ է, որտեղ իրանց սահմանադրությամբ ամրագրված է, սա սուլթանատ է, եթե միտեղ նախագահը կարող է հավերժ ընտրվել, դա սուլթանատ է, նույնիսկ սուլթանատ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ կլինի ժողովրդավարության բաստիոն, որովհետև հավատացնում եմ ձեզ, ես աշխատում եմ միջազգային կառույցների հետ, ամեն ինչ իրանք սենց հատիկ, սիսեռահատիկի նման ամեն ինչ հավաքում են, իրանք լավ գիտեն, Արեգնազ Մանուկյանը այսօր հաց կերել է, թե չէ, իրանք լավ գիտեն, Արմեն Աշոտյանի հետ ինչպես են վարվել, իրանք լավ տեսան, թե ինչպես 70-ամյա մարդուն падնոշկա տվեցին եւ տապալեցին գետնին, իրանք լավ տեսնում են այն խայտարակ քաղաքական գործերը, որ հարուցված է Սամվել Կարապետյանի, հասկանում ես, աբսուրդ է, աբսուրդ, չկա սենց բան, մարդը ասել է մեր ձևով կպաշտպանենք եկեղեցին,
Սենց այս գործը հասնելու է եվրոպական դատարան եւ եվրոպական դատարանում սա դառնալու է նախադեպային որոշումներից մեկը, հիշեք։ Այս գործը, Արմենի գործը, Արեքնազի գործը չկա սենց բան։ Մեզ խեղդում էին ինձ նաև որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ասում էին դա անընդունելի է, փոխեք քրեադատավարական օրենսգիրքը, ինչը մենք արեցինք Վենետիկի հանձնաժողովի հետ երկար եւ համբերատար աշխատելով, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառվի հազվադեպ դեպքերով։ Այսօր ում բռնում են տանում կալանք են տալի, ում բռնում են տանում կալանք են տալի, Մարտուն Գրիգորյանին։ Նայում ես ինչ որ ձայնագրություն է, ինչ որ մեբելի խանութում ասել է իմ անունից այդ մեբելը կտանեք։ Եվ մի քանի ամիս հետո որոշել են Մարտունին կալանավորել։ Ինչի են հիմա կալանավորել, որտեվ սեպտեմբերին թիմ ընտրություններով պատրաստվում են վերազավթել Գյումրին։ Դուք նկատի ունեք այն պլանը, որը Փաշինյանը գծեց ամիսներ առաջ, որ Գյումրիում պետք է լինեն նոր ընտրություններ, այդ պլանի մաս էր Մարտուն Գրիգորյանը։ Միանշանակ, ոչ թե մեբելի տված շկաֆի համար է Մարտուն Գրիգորյանը մեկուսարանում, այլ Մարտուն Գրիգորյանը կալանավայրում է, որպեսզի չմասնակցի Գյումրու թիմ ընտրություններին։ Այսինքն ստացվում է, որ թիմ ընտրություններին ընդդիմությունը շանս չունի հաղթելու։ Եթե հաղթեց, պետք է հայտնվի բանտում, սա հաջորդ խնդիրն է, Տիկին Զորաբյան։ Եթե հաղթեց, հայտնվելու է բանտում, դա միանշանակ է, դա անխոս է, ինչպես մենք տեսանք Մամիկոն Ասլանյանի դեպքում, մարդը հայտնվեց բանտում ընդամենը նրա համար, որ ընտրվել էր համայնքապետ, այլ որևէ թեմա Մամիկոն Ասլանյանի գործում չկար եւ դրա համար Մամիկոն Ասլանյանը երբ որ բերդում էր ամիսներով դատական նիստեր էլ չէր լինում, որտեղ չգիտեին դատական նիստը ինչի մասին եւ ինչի համար պիտի լինի։ Հասկանում եք, մենք մի հատ կատաստրոֆիկ վակուումի մեջ ենք, այն ֆիզիկայի մի հատ օրենք կա, այն անկումը վակուումում, որին ոչինչ չի խանգարում, կոչվում է ազատ անկում։ Մենք այս ազատ անկման ռեժիմով, այսինքն ես չգիտեմ այդ ծանր գմփոցը երբ է գալու, այսօր ես անհարմար եմ զգացել, երբ որ լսել եմ Դավիթ Բաբայանի հաղորդագրությունը, այո, Դավիթ Բաբայանի, դա մեր ամոթն է, Դավիթի Բաբայան ուղերձը բանտից Դավիթը ասում է, մենք նստած ենք բերդում, բայց մենք ծնկած չենք։ Դավիթը բացում է այս սաղ Բաքվի խայտարակ, ասում է, այսի սկզբանե ծրագրված շոուն, ասում է, ինձ երկու ցմահ են տվել, որոնցից մեկը վերաբերում է նրան, որ ես Դավիթ Բաբայանս Ստեփանակերտում նստած Բաքվում ծրագրել եմ եւ փորձել եմ իրականացնել իշխանափոխություն։ Հասկանում եք աբսուրդը։ Դավիթ Բաբայան Ստեփանակերտից որոշել է Ալիևի դեմ ուրեմն գործողություն կատարել, նրան հեռացնել իշխանությունից եւ ցմահ, մի քանի ցմահներից մեկը, հա, Դավիթի, հենց դա է, հասկանում եք, սա է խաղաղությունը, այսպես են գնում խաղաղության։ Երեք գերիների հետ կապված մի շատ սրտաճմլիկ ելույթ ունեցավ ազգային ժողովում ԿՊԱ-ական Նազելի Բաղդասարյանն, ասում էր գերիներից ընդդիմադիրներ դուք մի խոսեք, մենք աշխատանք ենք տանում, մենք բերում ենք գերիներին եւ դա պետք է անել լուր։ Իրենք երբ իրենք գերիների մասին խոսում են, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին ծպտուն չկա։ Նրանք խոսում են մյուս գերիների մասին։ Ուրեմն ես չգիտեմ իրանք ինչ են անում, բայց Դավիթ Մանուկյանը ռազմագերի հարցադրում է հնչեցրել, ասել է մեզ դատապարտում են նաև Ադրբեջանի քրեական օրենսգրքի 101 հոդվածով, որը ենթադրում է, որը նշանակում է, որում գրված է, որ 44 օրյա ագրեսիվ պատերազմը սկսել է Հայաստանը, Հայաստանի ղեկավարներ, բան չունեք ասելու Դավիթ Մանուկյանի ուղերձից քանի շաբաթ է անցել, որևէ ձայն եւ որևէ ծպտուն չկա, նույն Ռուբեն Վարդանյանի ուղերձը Հայաստանի վարչապետին, նույն Դավիթ Իշխանյանի, նույն Դավիթ Բաբայանի, դուք բան չունենք ասելու, մեզ այստեղ մեղադրում են որպես մարդկության դեմ ցեղասպանական գործողություն կատարած հանցագործներ։ Մեզ այստեղ մեղադրում են, ինչպես Ալիևը ասաց, նրանք ավելի վտանգավոր են, քան անգամ ուրեմն նացիստական Նյուրնբերգի նացիստները։ Դուք բան չունեք ասելու եւ ասում եմ
ամոթ էր, ամոթալի է ամեն անգամ, երբ Բաքվից մենք ստանում ենք ուղերձ, որտեղ իրանք են մի բան էլ մեզ ոգեկոչում, ոգեպնդում, ասում չկոտրվեք, ուժեղ մնացեք, որովհետև անկախ ամեն ինչից մենք այստեղ ուժեղ ենք, ես հասկանում եմ, թե իրականում ինչքան թույլ ենք մենք, իրականում ինչքան անօգնական եւ ինչքան անուժ ենք մենք։ Մենք բոլորս, այո, Հականիկոլ ճամբարի բոլոր ուժերս, եթե այս ռեժիմը կա, ուրեմն մենք բոլորս դեռ պարտված ենք որևէ մեկը չհամարձակվի մեծ խոսել։ Տիկին Զոհրաբյան, մոտ կես միլիոն մարդ հունիսի 7-ի ընտրություններով ձայն է տվել ընդդիմադիր հատվածին, թե որքան մարդ էլ չի մասնակցել այդ ընտրություններին, երբ դուք ասում եք մենք բոլորս պարտված ենք, թույլ ենք, այս դեպքում խորհրդարան անցած երկու խմբակցությունները ինչպիսի օրակարգ պետք է գեներացնեն, որ նրանց ձայն տված այդ 500,000 մարդը, Նիկոլ Փաշինյանին ձայն չտված մարդիկ իրենց թույլ պարտված եւ ծնկաչոք չզգան։ Տեսեք, աղավնի ջան, ես շատ հիմա կարող եմ մի ժամ քննադատել ընդդիմությանը, բայց ես դա չեմ անի, որովհետեւ ես հասկանում եմ, որ կանգնել դեմ հանդիման մի իշխանության, որը կարմիր որևէ գիծ չունի, որը ամեն ինչ կարող է անել, նենց օվերտոնի, նենց տիրույթներ կարող են մտնել, որ որևէ մեկի բարոյականությունը կարող է չհերիքի, էլի այդ բոլոր արգելակները կորցրած իշխանությունը, ես իրենց դրա համար չեմ քննադատի, բայց ես կարծում եմ, որ ընդդիմությունը պիտի համահունչ լինի մեր երկրի արտաքին եւ ներքին լրջագույն մարտահրավերներին։ Այսօր երկու երկիր հետեւողականորեն մեզանից պահանջում է հանրաքվե անցկացնել։ Ինքնիշխան պետությունից Ռուսաստանն ընդեղ է ասում հանրաքվե արա, Ալիևն ընդեղ է ասում հանրաքվե արա։ Այսօր Հիկմետ Հաջիևը ասում է մենք ազդակներ ենք ստացել, որ մոտ ժամանակներս Հայաստանը փոխելու է իր սահմանադրությունը։ Մենք դա իմանում ենք Հիկմետից, հասկանում եք, այսօր Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են թրիփի իրենց համար անընդունելի լինելու մասին եւ ասում են չկա որևէ համաձայնություն, նույնը ասեց նաեւ Հայաստանում Իրանի դեսպանը, որ մեզ համար դա կարմիր գիծ է, ամերիկյան ներկայությունը որտեղ էլ որ դա կլինի Պարսից ծոցում թե Հարավային Կովկասում։ Ընդդիմությունը ահա այս մարտահրավերներին պիտի արձագանքի, Ալիևը խոսում է ինչ որ անկլավների եւ ինչ որ հողերի մասին, որ դա պիտի վերադարձվեն։ Արձագանքելը կարձագանքի, Տիկին Զոհրաբյան, կանխելու գործիքակազմը որն է, որովհետև մեր հանրության ակնկալիքը խորհրդարան անցած ընդդիմադիր հատվածներից է առաջին հերթին, կանխելու ակնկալիքը փողոցային պայքարն է, խորհրդարանում այս ամենը չի կանխելու ակնկալիքը փողոցային հզոր շարժում գեներացնելն է, եթե խորհրդարանը եւ փողոցը սինխրոն չաշխատեն, Նիկոլ Փաշինյանը, ցավով եմ ասում, վերընտրվելու է նաեւ 31 թվականին։ Եթե իրանք մտածում են, իսկ ես հույս ունեմ, որ իրենք այդպես չեն մտածում, որ խորհրդարանում խրոխտ ելույթներով իրենք այս ռեժիմի դեմ պայքարելու են, ասեմ, որ ԿՊ-ականների ելույթները այս պահի դրությամբ շատ ավելի խրոխտ են, ուրեմն մենք դատապարտված ենք 31 թվականին եւս հանդուրժելու այս ռեժիմի գոյությունը։ Այս դեպքում կա նաեւ հակադարձող հարցը, նախորդի 5 տարիների ընթացքում մենք տեսել ենք եւ փողոցային պայքար եւ խորհրդարանական սինխրոն աշխատանք, այդ դեպքում դա ինչու չբերեց Փաշինյանի հեռացումը։ Ես ասել եմ, Նիկոլը իր իշխանությունը 1000 անգամ եմ ասելու եմ 1 միլիոն երրորդ անգամ եւս։ Նիկոլը իր իշխանությունը պահելու մահապարտ է, մենք պիտի ունենանք մահապարտ ընդդիմություն։ Եթե ընդդիմությունը մոտենում է ամբիոնին եւ մտածում է ոնց ձևակերպի իր խոսքը, որ հանկարծ իր դեմ քրեական գործ չհարուցեն, ուրեմն Նիկոլ Փաշինյանը նորից եւ էլի մնալու է իշխանության։ Մյուս հակադարձող հարցը ընդդիմադիրները սովորաբար պնդում են, որ մենք մեր ժողովրդին 8-րդ գումարման ազգային ժողովի համատեքստում մատուցել ենք այդ ամենառադիկալ խոսույթը։ Եվ ժողովուրդը հոգնել է այդ խոսույթից, ինչու չփորձել իրական օրակարգեր բերել առանց վիրավորանքի։ Դա առհասարակ ուզում եմ հասկանալ ԿՊ-ականների հետ հնարավոր է այդ տարբերակով։ Նախ հնարավոր չի, նախ ինքս եսի դեպ շատ դեմ եմ վիրավորանքին, ես դեռ 19 թվականին ազգային ժողովի ամբիոնից եմ ասել, որ դադարեցրեք այս խոսույթը, որովհետև ատելությունը, եթե on-line տիրույթից, սոցիալական ցանցերից մտավ մեր կյանք, իսկ հետո արդեն կյանքը
ցույց տվեց, որ մտավ մեր կյանք, մենք ունենալու ենք հիվանդ եւ աղճատված հասարակություն։ Ես կատեգորիկ դեմ եմ վիրավորանքին, ես կատեգորիկ դեմ եմ այն բառամթերքին, որ հիմա կա մեր քաղաքական մշակույթում, բայց ես կրկնում եմ, պիտի լինի համադրություն, փողոց, խորհրդարան։ Այո, ժողովուրդը հոգնել է ատելությունից, բայց ժողովուրդը ուզում է այս ռեժիմի հեռացում, իսկ դա միայն խորհրդարանական գործիքակազմով հնարավոր չի լինելու։ Եվ նաև ուզում եմ անդրադառնանք Աննա Հակոբյանի վերջին շրջանի ակտիվացմանը, Տիկին Զոհրաբյան, ընտրություններից առաջ կար տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանին պասիվացրել է։ Հիմա Աննա Հակոբյանը իրեն ներկայացնում է որպես Հայաստանի առաջին տիկին, առաջարկում է հայկական ընտանիքի մոդելը փոխել, առաջարկում է դիմադիր խմբակցության ղեկավարներին հանդիպել իր հետ, նրանցից մերժում է ստանում։ Ինչ խնդիր է լուծում Աննա Հակոբյանը, այսպես ասենք, իր դաշտում։ Տեսեք, ես կարծում եմ պարզապես ինքը փորձում է անդադ ինչ-որ գործառույթներ իրականացնել, որ չստացվի, որ առաջի տիկինը, որովհետեւ այդ կրթելը նորաձևը չստացվեց, հիմա քանի որ իրոք ընտանեկան բռնությունը դա լուրջ խնդիր է, ես շատ տևական տարիներ զբաղվել եմ այդ խնդրով, ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախաձեռնողներից մեկն եմ եղել եւ նաեւ շատ վատ մենք վիճակագրություն ունենք իրականում եւ այդ թվերը, որ չի հրապարակվում, զարհուրելի են հայ ընտանիքներում կանանց շատ մեծ տոկոսը եւ թիվ չեմ ասի, որտեղ դա շատ զարհուրելի մեծ տոկոս է, ենթարկվում է ընտանեկան բռնության եւ ընտանեկան բռնությունը միայն ֆիզիկական բռնությունն չի, դա եւ տնտեսական բռնությունն է եւ հոգեբանական բռնությունն է, բայց ինչ է փորձում անել Աննան, ես կարծում եմ պարզապես փորձում է անընդհատ ինչ որ շատ զգայուն օրակարգեր ձևավորել, մտածելով, որ այդ կերպ կկարողանա իր շուրջ ինչ որ կոնսոլիդացիա ստեղծել, բայց առ այս պահը դեռ չի հաջողվում։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, Արմատ մեդիայի եթերում զրուցակիցս Նաիրա Զոհրաբյանն էր, կհանդիպենք հաջորդիվ։